Առաջին հերթին ուզում եմ իսրտե ձեր բոլորին ողջունեմ։ Ասեմ ապրեք, հալալա ձեզ, որ կարողանում եք ցանկացած մրցմանը գնաք աշխարհի Եվրոպա առաջնության, մեդալով վերադառնաք, հայազգի պատիվը բարձր պահեք, դրոշը բարձրացնեք, հիմը հնչեցնեք։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ ցանկացած հաղթանակ մարդկանց ոգևորում է, հնարավորություն է տալի ուրախանալու, հույս կապելու, որ ամեն ինչ լավ է, որ հայազգը շատ ուժեղ է։ Այսօր ամեն մեկը աշխարհի տարբեր ծայրերում ցանկացած հայ հպարտանում է, որ ինքը հայ է։ Մեր հսկան Լալայանը, որը այսօր աշխարհի ամենաուժեղ մարդն է, որը ոսկե մեդալը բերեց եւ աշխարհից եւ Եվրոպայից, քեզ առողջություն, Աստված պահապան, որ միշտ մեր հայազգի պատիվը տենց բարձր պահես, բարձունքում լինի։ Դարիկ, ես քեզ միշտ հիշում եմ համալիրում, որ ռեկորդ սահմանեցիր, իրոք մալադեց, ապրես, որ դու լիարժեք զբաղվում ես, հետևում ես, տարբերություն էլ դու զգում ես, չէ՞, որ օր-օրիդ ավելի ուժեղ, ավելի հզոր, ուզում եմ ասեմ, որ դու էլ մեծ գործ ես կատարել, եղբայր ջան, ամբողջ ուշադրությունը դնելով, որ մեր օլիմպիական չեմպիոնն է, 7 տակի Եվրոպայի չեմպիոն, քառակի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, դու էլի արժանի ես պարգևատրման ախպեր, որտեղ օլիմպիական չեմպիոն ես դու, ոչ մեկ իրավունք չունի մոռանալու եւ ամբողջ աշխարհի հայությունը պետք է գնահատի, հարգի, ով հայազգի պատիվը կարող է աշխարհում մեկ բարձր պահել։ Արտուր ջան, դու նույնպես մեծ ներդրում ունես։ Օլիմպիական կոմիտեն չեմպիոններին կպարգևատրի, իսկ մինչև այդ հատուկ նվեր ունեն։ Քանի որ լինել է հայնական մեծ պատերազմի 80-ամյակը, մեծ ծնողների պապերի հաղթանակն է, որը միասնական կարողացել են մասնակցեն, հաղթանակ պարգևել եւ դրա համար կա բաց թողած արտադրած կոնյակներ, որը 1945 թվականի բերքից խաղողիցը, որը դա վաճառքում չի լինելու, չի վաճառվելու, միայն ճիշտ հասցեատերերին։ Եվ այդ հասցեատերերից այսօր նստած են այստեղ։ Ոչ մեկին ոչ մի բանով չես կարող զարմացնել։ Ուշադրություն, վերաբերմունք, հարգանք, որ մարդը ավելի լավ մասնակցի, ավելի դուխով, ավելի հավեսով, ու ամենակարևորը իմացեք, որ դուք ձեռագիր եք թողել։ Ձեռագիր եք թողում, դա միշտ դարեդար հիշելու են ձեզ։ Այսօր մեր ազգը կարիք ունի հաղթանակի, մեր ազգը իրավունք չունի կոտրվելու, հիասթափվելու։ Հիմնական խնդիրը պետք է միասնական լինեն, մի բռունց լինեն, իսկ այդ դեպքում միշտ էլ հաջողություն հաղթանակ լինելու է ցանկացած ոլորտում։